Ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում, տրվել է անվտանգության եւ պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկ, ստորագրվել եւ ուժի մեջ է մտել Հայաստան-Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը, սա նշանակում է, որ մենք մեր ընտրությամբ կարող ենք մասնակցել Եվրոպական միության տարբեր առաքելությունների, քաղաքացիական առաքելությունների, Հայաստանի Հանրապետությունը ստացավ երկրորդ ուրեմն տրամադրումը խաղաղության, եվրոպական խաղաղության գործիքի ներքո եւ ելի ասել ենք, որ մենք արդեն երրորդի համար ենք դիմել, խոսքը 20 միլիոնի մասին էր, 20 միլիոն եվրոյի աջակցության մասին էր երկրորդի դեպքում։ Վիզաների ազատականացման երկխոսության ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, Հայաստանը բավականին արագ պետք է նկատել Եվրոպական միությունից ստացավ վիզաների ազատականացման գործողությունների պլանը, շարունակում է իրականացվել, արդեն ամփոփվել, ավարտին հասցվել Հայաստանի համար դիմակայություն եւ աճ ծրագիրը ընդհանրապես երկրորդ փուլը այս տարի մայիսին մենք կհյուրընկալենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, նաև Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթաժողովը տեղի կունենա Եվ խոսում ենք Հայաստանի եւ Եվրոպական միության մասին հարաբերություններից, երևի առաջինը, որ պետքա նկատենք, թեև ժամանակագրորեն ես վերջին այս մասին խոսեցի, ձեր կողմից, խորհրդարանի կողմից ընդունված օրենքն է, որով որ հայտարարվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական քաղաքականության մասին մեկնարկել Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցության գործընթացը, ասիական ուղղությամբ եւս ունենք ձեռքբերումներ Չինաստանի եւ Ղազախստանի հետ կրկին հաստատվեցին ռազմավարական գործընկերություններ, ընդ որում էլի մեծ վերապահումներ եւ քննարկումներ կային որոշ փորձագիտական շրջանակների կողմից, թե ինչպես է հնարավոր անել մեկը կամ մյուսը, մեր շարունակաբար փորձում էին եւ դեռ փորձում են կանգնացնել որևէ կոնկրետ աշխարհաքաղաքական ընտրության, որևէ բևեռի միանշանակ եւ անվերապահ հարելու կամ միանալու անհրաժեշտության մեջ, սա մեր քաղաքականությունը չէ, մենք խորապես համոզված ենք, որ պետք է եւ սա է Հայաստանի Հանրապետության համար ճշմարիտ ճանապարհը եւ մենք շարունակելու ենք այդ ուղով գնալ, այն է հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը եւ կոնկրետ եւ Միացյալ Նահանգների Եվրոպական միության հետ մի կողմից, Չինաստանի այդ մյուս կողմից ռազմավարական գործընկերությունները վկայում են այդ քաղաքականության հաջողության մասին։ Դե տրադիցիոն մենք մերձավոր արևելքի հետ ունենք շատ եւ մասնավորապես ծոցի երկրների հետ ունենք շատ լավ եւ զարգացող հարաբերություններ Սաուդյան Արաբիայի հետ առաջին անգամ ուրեմն ստորագրեցինք ԱԳՆ-ների միջև փոխգործակցության մասին փաստաթուղթ Սիրիայում նոր իշխանությունների ուրեմն հետ հարաբերությունների հաստատում կապերի ընդլայնում Աֆրիկյան մայրցամաքը մեզ համար նոր հարաբերականորեն նոր ուղղություններ շարունակելու ենք այս ճանապարհով գնալ եւ մեր համար թույլ տրվի ասել բացահայտել Աֆրիկան առաջին անգամ դեսպան ենք հավատարմագրել Էրիթրեայում, Գանայում, Կահիրեից ենք ծածկում պայմանականորեն քաղաքական խորհրդակցություններ առաջին անգամ անցկացրել ենք Եթովպիայի հետ, Բենինի հետ Քենիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Նամիբիա, Սենեգալ ԱԳՆ-ների հետ անցկացվել են առցանց ձևաչափով հանդիպումներ, Անգոլայի հետ երկու փաստաթուղթ ենք ստորագրել, էլի կարելի է ասել, որ շատ լուրջ քայլեր ենք արել եւ շարունակելու ենք։ Հեռավոր արևելքի ուղղությամբ դրական դինամիկան ակնհայտ է, Չինաստանը ասեցի, Հնդկաստանի հետ արդեն կարող ենք ասել ավանդական շատ ջերմագույն հարաբերություններ, Ճապոնիա, Կորեա, Վիետնամ, Մոնղոլիա, կառանձնացնեի վարչապետ Փաշինյանի այցը Ճապոնիա սեպտեմբերի սկզբին։ Հարավային Ամերիկան եւս ես կուզեի նշել նաեւ իմ այցը Բրազիլ, բազմաթիվ այլ բարձրաստիճան շփումներ, դիվանագիտական հարաբերություններ հաստատվել անցած տարի 3 երկրների հետ,
Լեսոտո, Սողոմոնյան կղզիներ եւ Պակիստան, նո հատկապես Պակիստանի դեպքում գիտեք տարիներ շարունակ կոնկրետ ասենք խնդիր կար, դա մի թնջուկ էր, որը կապվում էր նաեւ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններով, անցած տարի մեզ հաջողվեց հասնել փոխըմբռնման եւ հաստատել եւ նաեւ պակիստանյան կողմն էլ իր կողմից բավական մեծ հանդիսավորություն հաղորդեց այս փաստին, հաստատեցինք դիվանագիտական հարաբերություն, այժմ կապի մեջ ենք եւ դեսպաններ ենք հավատարմագրելու ոչ ռեզիդենտ այս փուլում, բայց այդ process-ի մեջ ենք։ Իսկ ռեզիդենտ դեսպանություններ մենք հիմնել ենք Կիպրոսում, Հունգարիայում, Օմանում, մի քանի օր առաջ Օմանում նաեւ պաշտոնական բացման, այսպես ասած, ինագուրացիայի արարողություն տեղ ունեցավ իմ օմանցի գործընկերոջ հետ մասնակցությամբ։ Շվեյցարիայում, Բեռնում եւս, բայց դե արդեն այս տարի էր դեսպանության հիմնումը նկատվում եւ բացումն էլ։ Բազմակողմ հարթակներ, մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակվել է, կուզեի նշել խաղաղության խորհրդի ձևավորումը, մենք այստեղ մասնակցեցինք նաեւ որպես հիմնադիր անդամ, միացել ենք անցած տարվա ընթացքում Հաագայում կնքված միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին կոնվենցիաներին եւ դրանցով այդ քայլով միանալով Հայաստանը դարձել է մշտական արբիտրաժային դատարանի 125-րդ անդամ պետությունը, դատարանի վարչական խորհրդում բացվել է նաեւ Հայաստանի ազգային աթոռը, բազմաթիվ եմ, բայց ես ընտրողաբար եմ ուզում ներկայացնել ձեզ նաև չձանձրացնելու համար, ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի անդամակցության համար բոլոր ընթացակարգերը ավարտեցինք եւ արդեն դարձանք այդ բանկի անդամ, բազմաթիվ աշխատանքներ, հանդիպումներ են կազմակերպվել, տարվել, նաև ուրեմն միջազգային հարթակներում COP17-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի Հայաստանի նախագահության առաջնահերթությունների ներկայացման ուղղությամբ Հայաստանն ընտրվել է իր պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ 25-29 թվականների համար, նաև այս մասին երևի քիչ է խոսվել, բայց էլի արժի մենք ուրեմն ընտրվել ենք առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի ընթացքում ընտրվել ենք որպես 12-րդի հյուրընկալող երկիր, COP12 սրանք կարճ ասում են։ Բանաձևեր մեր մասնակցությամբ եւ նախաձեռնությամբ էլի հերթական անգամ ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ կանխարգելման միջազգային օրվա 10-ամյակ խորագրով բանաձևը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգություն եւ Գառնի հնագիտական համալիր եւ Քարերի սիմֆոնիան հուշարձանները Հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվել է Մխիթար Գոշի դատաստանագիրքը եւ այլն։ Միջոցառումներից կուզեի նշել Երևանյան երկխոսությունը, սա մի ձևաչափ է, մի կոնֆերանս է, որը ընդհանրապես իր գոյության դեռևս կարճ ընթացքում բավական մեծ պետք է նկատել միջազգային հեղինակություն է ստացել, բազմաթիվ հյուրեր, տասնյակներ երկրների կողմից, պաշտոնյաներ, փորձագետներ, սա մի բան է, որով մենք առանձնապես հպարտանում ենք եւ շարունակելու ենք եւ այս տարի եւս տեղի կունենա հերթական Երևանյան երկխոսությունը։ Ես այստեղ կանգ առնեմ, հարգելի գործընկերներ, շատ վստահ չեմ, թե այն ինչ որ ձեզ ասեցի, այդ մանրամասնությամբ հետաքրքիր է, բայց սա է մեր աշխատանքը, սկանդալային ոչինչ չկար, կներեք